Հայերը քրիստոնեություն երկու անգամ են ընդունել։ Մեկը հենց Հիսուսի ժամանակ, երբ որ Աբգար թագավորի հայրը հիվանդ է եղել, այսինքն Հիսուսի օրոք ճանաչել են քրիստոնեությունը, պետականորեն չեն ընդունել։ Այո, նա Աբգարը ընդունել է իր հորը հիվանդությունից փրկելու համար, երկրորդ անգամ ազգովի ենք ընդունել քրիստոնեությունը, այսինքն այն քրիստոնեական կենտրոնները, որ իրականում քրիստոնեություն են ընդունել հայերը, կոպտիկները, էթիոպիացիները, հիմա դրանք փորձում են վերացնել եւ քրիստոնեության սկիզբ ուզում են համարել այդ Նիկեայի քաղաքից, որը որ ինչքան գիտեմ, մեկ դարից ավել տարբերություն է տալիս հայկական քրիստոնեության եւ այդ առաքելական քրիստոնեության մյուս ճյուղերի եւ Նիկեայի ժողովի։ Այո, քրիստոնեությունը, եթե նայենք մեր հին աղբյուրներին, հենց Քրիստոսը ինքը ձեռնադրվել է այդ Ուրֆա քաղաքում, որտեղ որ հայերն են ապրել, Աբգար թագավորի այդ քաղաքում, բոլոր նրանք, ովքեր այն ժամանակ կաթողիկոս են եղել, Ուրֆայում են ձեռնադրվել, եւ հիմա այդ պատմական իրականությունը պետք է ոչնչացնել, ազգային ինքնությունը, ազգային հիշողությունները ջնջել եւ ցույց տալ, որ քրիստոնեությունը ինքնիքյան ստեղծվել է Նիկեայից, ջնջել այդ ամբողջ պատմությունը, ինչից է ստեղծվել, այդ միտրայիզմից է ստեղծվել, որ հայերեն միհրանիզմներ, այսինքն այդ ամբողջը նրանք ուզում են ջնջել եւ ստեղծել մի նոր իրականություն, որ իբր եղել է կաթողիկ ուղղություն եւ հայկական եկեղեցին նույնպես ներգրավեն դրա մեջ, որը որ մի անգամ այդ փորձերից, ասենք ասենք, այդպիսի փորձերից մեկը այդ քրիստոնեության դավադրության ծրագրերից մեկն էլ հենց ստեղծեց իսլամը։ Այսինքն այն ժամանակ նույն այդ ծրագիրը, որ նրանք փորձեցին անել 1400-500 տարի առաջ, այդ քրիստոնեական այդ կեղծ ծրագրերը, որը որ իսկական քրիստոնեությունը սարքեցին հայերեն այդ բառը երեսիո, չգիտեմ անգլերենն ու ռուսերենը, հա, բոլորին որ սպանում էին, վառում էին եւ առաջ էին տանում իրանց ձևը, այդ իրանց հայերեն ժողովրդական լեզվով քանդր բեազությունը, հա, կիսահայերեն բառը ստեղծեց հենց իսլամը։ Հիմա ինչ են նրանք ստեղծելու այս օրակարգով, շատ պետքա երկար չմտածել։ Մի հատ ինչ-որ նոր հակա քրիստոնեական ուժ է ստեղծվելու, որը որ ամեն ինչ սրբելու է։ Համաշխարհային մակարդակով եք ասում, թե մասնավորապես մասնավորապես հայ կամ մյուս առաքելական եկեղեցիներին, որը որ վերաբերվում է։ Այսինքն մնացել ենք մենք, կոպտիկները եւ էթիոպիացիները, ես ուրիշ չգիտեմ, որ առաքելական են մնացել։ Եվ արշավը հենց գնում է, բայց Հայաստանի վրա ավելի ուժեղացված, քանի որ նրանք ստեղծել են անգլերեն բառ կա, ultimate weapon, հա, կատարյալ զենք մեր դեմ, դա մեր այսօրվա իշխանությունը եւ վարչապետը։ Այսինքն իրոք կատարյալ զենք են նրանք ստեղծել։ Այո, այսինքն այտենց իրոք հենց անգլերեն այդ ultimate weapon, հա, կատարյալ զենք են նրանք ստեղծել մեր դեմ, որ կոպտիկների եւ էթիոպիացիների դեռ չեն կարողացել ստեղծել, բայց մեր դիմաց ստեղծված է կատարյալ զենք մեր իշխանության, մեր վարչապետի երեսով։